Այստեղ խնդիրը իմ մտածելով ավելի շատ քաղաքացիական պայմանագրի թմի ճնշումներն է պարոն Փաշինյանի վրա, ես այդպես եմ մտածում, եւ սադահոտ լուրերն է, որը միշտ գնում հասնում է Արզորինակ բերեմ վզեպի ծրագիրը, որը մենք քանի թաղամասում մեզանից առաջ 10 տարի առաջ հաստատված է ամեն ինչը 24 միլիոն եվրոյի վզեպով 25 թվականին գալով իշխանության Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ մենք զարդ տվեցինք, թե ինչի է տոպում նույն տեղում եւ տեսանք, որ 26 թվականի քարոզարշավի ժամանակ ոչ ճիշտ զեկույցներ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչի անի թաղամասը, 58 թաղամասը վատ վիճակում է գտնվում, այս այնտեղ աշխատանքներ չի արվում, հետո էլ նաև ներկայացրել էին, որ մենք չենք մասնակցում սուբվենցիոն ծրագրերին, շատ քիչ է մեր մասնակցությունը, որը հակառակ թարս է, եւ ես երբ որ ներկայացրեցի գյումրեցիներին մեր կատարած աշխատանքները զեկույցով, նաև դրանք էլ նշեցի եւ բազմիցս եւ ավականունիչներին եւ իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ մենք այնինչ հնարավորություն կա կառավարության հետ աշխատանքի, մենք բոլորին մասնակցում ենք եւ դա է պատճառը, որ այսպես արհեստական ստեղծվում է, որ կառավարման ճգնաժամ է եւ այլն, չկա այդպիսի բան, ասել եմ բազմիցս, նույնպես ասում եմ, ամենաանընդունելին իմ կողմից դա բամբասանքի մագարտակն է, այսպես կներեք Փարիզ համար կլավուզանելն է, խնդիրներ կան, ազգային ժողովում է պարոն Փաշինյանը բարձրացրեց, որ ոչ մի իդեալական երկիր չկա, նաև ոչ մի իդեալական քաղաք չկա, ոչ մի իդեալական համայնք չկա, բոլոր համայնքները խնդիրներ ունեն, այլ կարևորագույն հարցը նա է այդ խնդիրները բարձրաձայնելուց հետո հետևողական լուծումներ ստանալու են, թե չէ։ Հիմա մի ժամանակահատվածում աղբավայրն էին, անտատ, այրվում էր եւ այլն, հետո անցան դիդահորերի այդ կապարիչների կողություններին, հիմա չգիտենք էլ ինչ բաներ են մտածելու, բայց մեկ է, մենք աշխատում ենք, եւ մաքրությունն է, եւ կանաչապատումն է, եւ շինարարական աշխատանքներն է, ել չեմ ասում փողոցաշինությունը, մեծ ծավալի եւ կապիտալ վերանորոգումները եւ փոսային աշխատանքները տարուց ավել տարի կեսել միշտ ասել եմ որ բաց ենք մենք քննարկումներին բաց ենք նաեւ քաղաքացիական պայմանագրի համար չի եղել այդպիսի բան որ քաղաքացիական պայմանագրի ավականի անդամները կան քննարկեն ինչ որ նախագիծ ուզենան ներկայացնեն եւ այդ նախագիծը չգիտեմ ինչ որ խոչընդոտվի եթե իհարկե խաղապարին մոդ է իրականությանը մոդ է իրագործելի է այդպիսի բան չի եղել ես չեմ հիշում, որ երբևիցե քաղաքացիական պայմանագիրը կա եւ ինձ հետ քննարկի, որ այ այստեղ իսի շնդիրը կա, պարոն Արաքելյան, բերեք այդ լուծումը գտնենք։ Չի եղել այդպես բան։ Նույնը քաղաքապետի ժամանակահատվածում պարոն Վարդան Ղուկասյանը չի նման բան չի եղել, որ մենք չընդունենք կամ չքննարկենք։ Կոտում են նստել, որովհետեւ իրենց ներկայացրած նախագիծը։ Չկա այդպեսի բան։ Իրենց ներկայացրած նախագիծը ո՞րն է, մանկապարտեզները անվճար դարձնելը։ Խնդրեմ, դոտացիան թող ավելացնեն, դա էլ կդարձնենք անվճար։ Ուրեմն չկա որևիցե քաղաք, որևիցե համայնք, որ 6 ամիս կառավարվի եւ 56% աշխատավարձ, մոտ 60% աշխատավարձ բարձրացվի։ Գյումրի քաղաքն է եղել։ Եվ հետո ասում էին մեր դոտացիան է ավելացվել եւ այլն, այդ դոտացիան իրենց կառավարման ժամանակ էին ավելացրել, թող անեն։ Հիմա նորից եմ ասում, խնդիրը որ մեկն է, ես էլ ուրիշ բան չեմ հիշում նախագիծ, եթե կան այդ նախագիծերը, թող կան ներկայացնեն, թող կան խոսենք, հողի վրա խոսենք, ոչ թե միայն խոսելու համար լրատվությունը եւ մարկանց, այսպես ասեմ, գրավելու համար խոսենք, այլ հողի կան նստեն խոսենք, ասենք, այս խնդիրը տեսնում եք, բերեք այս խնդրի հարցին լուծում գտնենք։ Հետո միշտ ես շեշտել եմ, ավականուն նիստերին միշտ ասել եմ, դուք այստեղ եք ընդդիմություն, բայց ընդանուր դուք իշխանություն եք։ Կենտրոնական իշխանությունը ձեր ձեռքում է գտնվում, ձեր կուսակցության ձեռքում է գտնվում։
Խնդիրներ կան, տեսնում եք, բերեք միասին քննարկենք մարզպետարանով, մինչև կառավարության համապատասխան նախարարություններով լուծումները ստանանք, մենք պատրաստ ենք։ Չկա այդ մենք, այսպես ասած, քենախնդրություն չունենք։ Չենք ունեցել եւ չունենք քենախնդրություն։ Դագարագա, մենք եկել ենք մի գաղափարախոսությամբ։ Կոնկրետ Գյումրու քաղաքապետը միշտ աշխատել է, 13 տարի աշխատել է հանուն գյումրեցիների եւ հանուն Գյումրու քաղաքի եւ այդ աշխատանքները մենք շարունակում ենք։ Իսկ ինչ մնում է բուն թեմային, նորից եմ ասում, կրկնվում եմ 30,000 եւ ավելի գյումրեցիներ ձայն են տվել միասնական ընդդիմությանը եւ այդ ընդդիմությունից ձևավորվել է քաղաքային իշխանությունը։ Եվ եթե այդ լեգիտիմությունը հաշվի չեն առնելու, նորից գնալու են ռեպրեսիաների, նորից գնալու են ճնշումների, ձերբակալումների, չգիտեմ ինչ սցենարների, ուրեմն հավատացեք, որ գյումրեցին իր խոսքը կասի, որովհետեւ 24 թվականի այդ պրեմիերից, հա, ճիշտ եմ հիշում, այդ գործողությունն է եւ այլն, դրանից հետո տեսանք արդյունքը։ Գյումրեցիների հետ ուժի լեզվով չպետք է խոսեն։ Գյումրեցիների հիմնական կորիզը 15 թվականից կախտականներ են, Ղարսից, Մուշից, Էրզրումից, այսինքն նրանք այնպիսի բան են տեսել, ռեպրեսիա են տեսել եւ եկել են այստեղ արմատացել են, որոնց նաեւ 5-րդ զավակ, այսպես ասեմ, տղա զավակ նաեւ ես եմ, Ղարսից կախտած ավետիս պապիս 5-րդ արուզավակն եմ եւ երբեք ու երբեք թույլ չեմ տա, որ ուժի լեզվով խոսան։ Առավել եւս հայրենիքի մեջ, քո պետության մեջ չպետք է ուժի լեզուն գործե։ Պետք է սիրո լեզուն գործե մեր հայերիս փրկությունը ու ընդհանրապես մարդկության փրկությունը սիրո մեջ է։ Հարգելի հայ հասարակություն, ձեզ էլի շփոթեցնում են։ Շիրակի մարզում 220 ընդրատեղամաս կար եւ 220 ընդրատեղամասից մի ընդրատեղամասում է գրել ուժեղ Հայաստան դաշինքը, որին պատգամավորության տեխնազու ես եմ եղել եւ աջակցում էր Գյումրու քաղաքապետը եւ դա եղել է Սլաբոդկա թաղամասը։ Փաստերը կան, կարող եք հարցումներ անեք, կարող եք դուք ուզեք ընդրատեղամասներից եւ տեսեք Սլաբոդկա թաղամասում ուժեղ Հայաստան դաշինքը ընդդիմությունը հաղթել է եւ բարձրաձայն այ սրա մեջ է լավ բան կա չէ միտքա որ արտադասում է գսե մինչեւ ճշմարտությունը սկսում է շորերը հագնվել սուդը արդեն երկու անգամ երկրագնդի շուշ ֆռացել է այդ է միշտ տարբերություն է եղել դիմադրություն եւ հանրապետական ընտրություն։ Դրանք չի կարելի զուգահեռներ անցկացնել։ Դրանք տարբեր ընտրություններ են։ Մի տեղում կարող է կողմնորոշումը ուրիշ ձևի լինի, մի այլ տեղում լրիվ ուրիշ պատկերներ լինի։ Միշտ էլ մենք եւ խմբակցությունը եւ իմ դիրքորոշումը միշտ ես քննադատական հանդես եմ եկել առաջին իսկ օրվանից այդպիսի հետապնդումներ, ընդཐུպ կալանավորում եւ այլն ես բազմիցս լրատվությամբ շեշտել եմ եւս մեկ անգամ օգտվելով առիթից ասում եմ ազատություն բոլոր քաղբանդարգյալներին մեր քաղաքական ուժը ոչ մեկի բանդարգությունը չի ցանկանում, չի կամենում եւ դրանով չի ուրախանում դակարակը դա դադարում է եւ 21-րդ դարում դեպի եվրոպական ժողովրդավարություն գնացող այսպես ասեմ, հասարակությունը իրավունք չունի, այսպես բռնաճնշումների մեջ լինի, իրավունք չունի նաև գործող դատական համակարգը, որը SMS-ներով, հրահանգներով եւ այլն կամ իրավապահ համակարգը անընդունել է դա, այդպես երկիր չեն կառավարում, այդպես հասարակություն չեն կարող գեներացնել, պետք է միասնություն լինի։ Բազմիցս ասել եմ, եթե հայ ժողովուրդը միասնական չլինի, մեզ ոչ ոք չի պաշտպանելու, մեզ ոչ ոք չի բերելու կներեք բառացան սկուտերի վրա մատուցելու։ Մենք մեր հասարակությունը պետք է միասնական լինի, գաղափարախոսությունը միասնության պետք է լինի, հիմնված պետք է լինի մեր ազգային գաղափարախոսության վրա հավատքի եւ այդպես շարունակեն, որը մեր գենետիկայի մեջ մտած է։ Վաղ մյուսօրը կարող են ասել դե
հայերեն լեզու միջազգային լեզու չէ, շատ տարածված չէ, բերեք փոխենք, չգիտեմ ինչ որ լեզու բանեն ընտրենք։ Այդ կարելի է, բայց մեր գիտելիքները մեր անցած եւ դպրոցում եւ բոյերում Ձեր հարցած քրեական գործին չդարձվում է ցած առաքել։ չգիտեմ գնում է դեռ նորն էլ ինչ որ դե չեմ սխալվում հագա կոռուպցիոնում նոր բողոք կա էլի այդպես Ինչ թեմայով է բողոքը չէ ընդանուր քաղաքապետարանի հետ կապված բողոք են ներկայացրել չգիտեմ Այսինքն կարգավիճակ ունեք նախորդ գործով վերջապես հիշում եմ որ ասում եք ինչ որ կարգավիճակ դեռ չունեք նախորդ գործով Որ մեկը դա չեմ հիշում հենց առաջի գործով բան է ինձ մեղադրանք էին առաջադրել ես էլ չեմ ընդունել այդ է կարգավիճակը իսկ մնացած այդ գործերով չգիտեմ մի անգամ է քննչական կանչեցին չէ այդ անգամ եթե չեմ սխալվում քննչական որ կանչեցին այստեղ վգայի կարգավիճակով էին կանչել Բա Վարդան Ղուկասյանը ճիշտ է տնային կալանքի մեջ է, բայց ինչ որ տարբերակով շփում կամ այս կատարվող իրադարձությունների մասին իր կարծիքը հարցրել եք, ինչ կարծիք ունի կամ ինչ դիրքորոշում ունի ընդհանրապես։ Դե գիտեք, որ ինձ շփումը թույլատրված է դատարանով, օրենքի կարգով ազգային անվտանգությունը եղել է շփումը կար, որպես մեզավոր հարազատ, այդ արգելքը չկա իմ վրա եւ ընդանուր աշխատանքներին եւ մնացած process-ներին տեղյակ է։ Իսկ իր դիրքորոշումները եւ այլն, երբ որ ասված արդեն արգելքները վերանա, ինքը անձամբ կասի։ Առողջական որոշակի խնդիրներ կա, կարիք կա վիրահատության, տեսնենք դատարանը երբ թույլ տվեց, կանենք այդ ամենը։ Եվ մի հարցել, ինչու է ամեն կերպ իշխանությունը փորձում Գյումրին, այսպես ասած, վերցնել ընդդիմադիր ուժերի ձեռքից։ Ինչն է այստեղ առաջնային, ինչն է այստեղ կարևորը իշխանության համար ըստ ձեզ։ Այդ որ իշխանությանը տեսակ հարցնեք, մանրամասը հարցրեք, թող իրենք պատասխանեն։ Ես գիտեք ինչ, ուրեմն նախկինների ժամանակահատվածում միշտ խոսվել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, որ դուք ամբողջը կուզեք կուսակցականացնեք, կուզումբացնեք, եթե ինչ-որ միտեղ ընդդիմադիր քաղաքական ուժ է անցնում, ընդունվում է այդ հասարակության կողմից, այդ քաղաքի կողմից, հետապնդումներ եք սկսում եւ այլն եւ այլն։ Հիմա տարբերություն պետք է լիներ, չէ՞։ Հեղափոխությունից հետո գաղափարների, մոդեցումների տարբերություն պետք է լիներ։ Դրա համար այդպես կարելի է հարցը ձևակերպել հիմա տարբերությունը ո՞րն է եթե դուք նորից ընկել եք այն ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքապետերի, համայնքապետերի գործով հետևից, ովքեր ուզում են կառավարեն այդ քաղաքը եւ որ իրենց ոչ թե իրենց ցանկությամբ, այլ քաղաքացիների ցանկությամբ է բնակիչների ընտրել են, փաստացի ընտրել են Փաստը արձանագրվել է, բողոքներ չի ներկայացվել եւ ընդունվել է, որ հաղթել է ընդդիմությունը, միասնական ընդդիմությունը։ Նա ինչն է պատճառը, որ անդադ հետապնդումներ, խոչընդոտներ։ Ընդհանրակը, նորից եմ ասում, ավելի լավ է, եթե ինչ-որ հարց կա, որը նաեւ դուք ավելի ակտուալ եւ ավելի շուտ արագ լուծումը գիտեք, եկեք խոսենք։ Հարկադիական պայմանագիր խմբակցության բոլոր հավաքանի անդամների համար միշտ բաց ենք եղել, միշտ պատրաստ ենք եղել համագործակցելու, խոսելու, հասկանալու եւ առաջ գնալու։ Եթե ամեն դեպքում ինչ-որ տարբերակ գտնվեց արտահերթ ընտրությունների հասնելու, դուք ձեր քաղաքական ուժը պատրաստ եք այդ արտահերթ ընտրություններին մասնակցելու եւ եթե պատրաստ եք ինչ ձեր։ Այս բանին չենք քննարկել, չունենք այդպիսի քննարկումներ։ Երբ որ լինի, որ չեմ կարծում, որ կլինի, որովհետև մենք լեգիտիմ ընտրված ենք։ Բայց եթե, էլի, երբեք մեկը ասեք, երբեք լինի այդ ժամանակ քննարկենք, բարձրաձայնենք։ Ստուգումներ էին իրականացվում քաղաքապետարանում, ինչ-որ կարևոր արձանագրություններ ունեցան, թե արձանագրությունները կապված էին գործակալների եւ փորձագետների հետ, դեպի մենք նախկիններից այդ ամեն ինչը եղել է, մինչև մեզ էլ քաղաքացիական պայմանագրերի
ժամանակահատվածում, կառավարման ժամանակահատվածում այդ փորձագետները եւ գործակալները եղել են, դերևս դեկտեմբեր ամսից մենք հաստիկացուցակ ենք հաստատել ավականով, որը ներկայացրել ենք տարածքային կառավարման նախարարություն եւ արդեն 8-րդ ամիսն է այդ հաստիկները չգիտենք ինչ պատճառով չի հաստատվում։ Մենք ուզել ենք, որ տարբեր բաժիններում պետք է եւ առաջատար մասնագետի, եւ գլխավորի, եւ առաջին կարգի մասնագետի հաստիկներ են պետք, որը տրամադրեն, որ այդ բաժինները ել ավելի էֆեկտիվ աշխատանք տանեն եւ չխատարվի իրենց աշխատանքները, բայց մինչեւ այսօր չինեմ ինչ պատճառներով չի հաստատվել, հիմնականը դրա հետ էր կապված։ Մեր հաստիկացուցակները ուղղչացված չեն, սուտ է դա է խնդիրը, որը հաստատեն, թեպետ որոշակի կրճատումների փուլեր ենք մենք մտել, փորձում ենք որ կրճատենք, էլի իջեցնենք այդ գործակալների եւ փորձագետների թվականակը, բայց ձեզ ասում եմ, հիմնական սեզոնային աշխատանքների հետ կապված ասֆալտապատում, կանաչապատումներ, լուսավորություններ, այդ աշխատանքների հետ կապված մենք չենք կարող չընդգրկենք այդ մասնագետներին, չենք կարող չունենալ, պարտադիր պետք է ունենան, որովհետեւ սեզոնային աշխատանք է եւ իրենց մասնագիտական որակները պետք են։ Պարոն Արաքելյան, մի հարցեր տամ, այդ տեսնում եք, որ տարբեր պաշտոնյաներ են կառավարությունից գալիս Գյումրի, շրջայցեր են իրականացնում, բայց քաղաքապետարանը կարծես թե այդ ամեն ինչին չի մասնակցում։ Չեն հրավիրում, այսպես ձևակերպեմ, արհամարում են, որպես ընդդիմադիր համայնքի ղեկավարություն, թե ինչու ձեր իշխանության ներկայացուցիչները չկան, օրինակ, ասենք, նախարարների կամ այլ պաշտոնյաների Գյումրի գալու ժամանակ շրջայցերի ընթացքում։ Չեք համագործակցում։ Չէ, համագործակցելը մենք միշտ պատրաստ ենք, ես ասեմ, կոնկրետ այդ արձակուրդի մեջ եմ եղել, դրա համար տարածքային կառավարման նախարարին մնացածն էլ այսպես կարող եմ մեկնաբանել, երբ մեզ եկել է այդ հրավերքը, մեզ տեղեկացրել են, որ այս նախարարը, վարչապետը կամ փոխվարչապետը հանուն գյումրեցիների, հանուն քաղաքի զարգացման մենք պատրաստ ենք համագործակցությանը եւ պատրաստ ենք ներկա գտնվելու այդ քննարկումներին, նաեւ շրջայցերին։ Մենք երբեք չենք մտել ինչ որ բարիկադների հետևը եւ ասել, որ այ չէ, այդպիսի բան չկա։ Չեք ստանում հրավերներ մասնակցության։ Որոշակի հրավերներ չենք ստացել, որոշակի որն էլ որ ստացել ենք, ինչ մագարտակով որ ստացել ենք, կոնկրետ վզեպի ծրագրով ստացել ենք, որ համապատասխան բաժնի աշխատակիցները, բաժնի պետով եւ այլն միշտ մասնակցել ենք, համագործակցել ենք։ Մենք երբեք չենք բանել, թե այ չէ, չենք ուզում, չենք մասնակցում։